Նարեկը Կարապետյան հանդիսանալու է անցումային ժամանակահատվածի համակարգողը երաշխավորը, որպեսզի իրականացվի սահմանադրական փոփոխությունը ազգային ժողովի կողմից։ Հնարավոր չի իրանց ուրեմն ցնորամիտ հակասահմանադրական, հակաժողովրդավարական, հակապետական, հակահայկական մտքերը իրականացնել։ Շնորհակալ եմ։ Մեր կուսակցության վարչապետի տեխնացուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Չնայած ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանն է, սակայն կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ոչ վարչապետի եւ ոչ էլ падգամավորի թեկնածու, քանի որ գործարարը Հայաստանից բացի նաեւ Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացի է։ Սահմանադրության 148-րդ հոդվածը հստակ սահմանում է, վարչապետի թեկնածուն վերջին 4 տարում պետք է լինի միայն Հայաստանի քաղաքացի եւ վերջին 4 տարում մշտապես բնակված լինի Հայաստանում։ Սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանը չի կարող ընդգրկվել ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակում։ Հետևաբար նորաստեղծ ուժը մտադիր է հաղթել ընտրություններում, որից հետո փոխել վարչապետին վերաբերող սահմանադրական դրույթը եւ Սամվել Կարապետյանին վարչապետ դառնալու հնարավորություն տալ։ Մինչ այդ նախատեսում են, որ անցումային ղեկավարի կամ վարչապետի պարտականությունը կկատարի Նարեկ Կարապետյանը։ Ճանապարհային քարտեզը հենց կայանում է նրանում, որ Նարեկը Կարապետյան կգլխավորի ցուցակը, այնուհետև կգլխավորի հենց նաև սահմանադրական փոփոխության այս գործիքակապը։ Բայց նաև ի վերջո ստացվում է, որ նա պետք է լինի վարչապետ, եթե իհարկե մեծամասնություն ստանալու հնարավորություն է ունենում ուժը, հետո արդեն հրաժարական տա փոփոխություններից հետո եւ հետո վարչապետ նշանակվի Սամվել Կարապետյանը։ Սա է սցենարը, ճիշտ եմ հասկանում։ Հենց ձեր նկարագրածը իրենից ենթադրում է անցումային համակարգողի եւ տրված խոստման երաշխավորի գործառույթ։ Այսինքն այստեղ ես հենց ամբողջ խնդիրը ինչու՞մն է, ես ոչ թե ուզում եմ, որ մենք դրան նայենք, այսպես ասած, ավելի ոչ թե պաշտոնների ձևակերպումով, այլ գաղափարի։ Ուժեղ Հայաստան կոչվող կուսակցությունը, որը հիմա ինչ որ անցումային համակարգողի կարգավիճակի մասին է խոսում, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նման բան նախատեսված չէ եւ հետեւաբար այստեղ բոլոր հարցերը փակվում են։ Հայաստանում այլևս անցել են այդ ժամանակները, երբ որ ժեկի թղթով կարող էր գալ եւ նախագահի տեխնացու դառնալ։ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ԿՊ-ն այսօր շտապել է արձագանքել Սամվել Կարապետյանին վարչապետ դարձնելու ուժեղ Հայաստանի այս սցենարին, պնդելով, թե Նարեկ Կարապետյանին անցումային ղեկավար կարգելով ուղակի մոլորեցնում են հանրությանը։ Եկել են մեր ժողովրդին ինչն են խաբում, ինչ են մոլորեցնում եւ ինչու են փորձում դաշտ նետել մի անուն, որի շուրջ կփորձեն բարեգործական իմիտացիաներ ստեղծելով հավաքել ընտրազանգված մոլորեցնելու մասով, հա, ես չեմ տեսել թույլատրել լինի իրավական ռեժիմ, որ օրինակ կուսակցության նախընտրական ծրագրում ներկայացվի, որ Արցախը պետք է լինի հայկական, պետք է Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա իրականացվի, այնուհետև ճիշտ հակառակը կատարվի, այնուհետև ճիշտ հակառակ ձևով նույնիսկ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում եւ դրանից հետո խոսել մոլորության մասին։ Արձագանքելով իշխող ԿՊ-ից հնչող քննադատություններին ուժեղ Հայաստանի քաղխորհրդի անդամ Արամ Վարդևանյանը հակադարձում է, իրենք ի տարբերություն այսօրվա իշխանություններին հանրությանը բաց ներկայացնում են իրենց ծրագիրը։ Ինչ վերաբերում է խորհրդանի միջոցով սահմանադրական դրույթը փոխելու իրենց մտադրությանը, ապա ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը հիշեցնում է, ոչ վաղ անցյալում դեռևս 2018-ին հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր պնդում, որ սահմանադրության 148-րդ հոդվածը պետք է փոխվի։ Դա սահմանադրության 148-րդ հոդվածի դրույթն է։ Սահմանադրական այս դրույթը վնասակար եւ վտանգավոր եմ համարում եւ առաջիկայում պետք է քննարկումներ սկսել Սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման գործում ներգրավելու այս էական խոչընդոտը վերացնելու մասին։ Ինչպես իրավացիորեն ժամանակին հենց Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ 148-րդ հոդվածը իսկապես խնդրահարույց հոդված է սահմանադրության մեջ տեղ գտած, այն իր իսկապես անտեղի սահմանափակումներով։ Իդեպ ուժեղ Հայաստանը քարոզարշավի ընթացքում ունենալու է սահմանադրության փոփոխության նախագծի իր տարբերակը, որը կներկայացնի հանրությանը։ Մեր ձևով դեպի ուժեղ Հայաստան։ Անմիջապես հանդես կգանք համապատասխան
օրենսդրական փոփոխության որոշմամբ Եթե 60-ամյա միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի նախընտրական ցուցակը գլխավորում է նրա եղբորորդին, ապա շուրջ 3 օր տևած ներկուսակցական ընտրությունների արդյունքներով իշխող ՔՊ-ի 274 հոգանոց ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ամենաշատը ՔՊ-ականները հենց նրան են ձայն տվել։ 932 վավեր քվեաթերթիկներից 894-ը Նիկոլ Փաշինյանի օգտին է եղել, այսինքն շուրջ 1000 մասնակիցներից ընդամենը 38 կուսակցական է նախընտրել չքվեարկել Փաշինյանի օգտին։